Տարիներ առաջ, երբ որ ես երեք ուսումնասիրում էի, էլի ձեր անցյալը, թե ոնց, ինչ, շատ վաղ վիդեոներ եմ գտնում, որտեղ դուք ակտիվիստ եք, որտեղ հասարակական քաղաքական գործունեությամբ եք զբաղվում եւ այսօր դուք ներկայանում եք արդեն որպես գործարար, որպես food blogger, հետաքրքիր է ճանապարհը ոնց անցավ։ Դե ավելի շուտ էլ կարամ գնամ։ Սկզբից ես դպրոց եմ գնացել, դպրոցական եմ եղել։ Հետո ինստիտուտ եմ գնացել, ինստիտուտ եմ եղել։ Հետո այո, երկար տարիներ զբաղվել եմ քաղաքականությամբ։ Մինչև 2017 թվականը։ Դրանից հետո արդեն բիզնեսով։ Ընթացքում էլի գործեր արել եմ, բաներ արել եմ, փուճու ժամանակ ձմերուկ եմ ծախել, չգիտեմ, երիտասարդ տարիքում ինչ որ առաջին աշխատանքը դա բանջարեղեն եմ վաճառել, անվտանգության աշխատակից եմ եղել տարբեր տեղ, տենցել եմ փող փորձել աշխատել։ Բոլոր նորմալ մարդիկ փորձել եմ փող աշխատել։ Ահա։ Ինչ որ դադարեցրել եմ այդ ցանկությունը կամ այդ գործունեությունը ինչ որ ձև։ Քանի տարեկանից եք սկսել աշխատել։ Փող աշխատել երևի 14-15 տարեկանից ռեալ։ Դուք ուղղակի ցանկանում էիք աշխատել։ Թե օրինակ կարիքից դրդված է դա եղել։ Այդ տարիքում ցանկանում էի, հետո մոտավորապես երևի առաջին կուրսից արդեն ընտանիքում մեծը ես էի, տենց էր ստացվել, տղամարդը ու մեծ պատասխանատվություն կար, այդ պատասխանատվությունը պետք է տանի, բնականաբար որ փորձեր կան, գիշերները գնում էի բաներ անում, ընկեր ունեի, տենց տեղ էր աշխատում, պահեսներ կային Երևանի մասիվում, այնտեղ ես չգիտեի որ տենց գործ կա էլի, բայց դու պարզապես գործ կա ու լավ էլ փող էին այն ժամանակ համար տալիս, գնում էինք գիշերները ֆուրեր էինք դատարկում ու գնացքներ Հիշում եմ մետլախ ասած բաներ էր դատարկում էինք ու գիշերվա համար 20,000 դրամ, 15,000 դրամ այդ լուրջ թիվ էր էլի ու տենց երկար ժամանակ տենց բաներ եմ արել գիշերները ոնց որ կարծում եմ ցանկացած տղա, ցանկացած մարդ երբ որ կարիք ունի պետք է ձգտի ու պետք է անի այդ ամեն ինչով անցել եմ Այդ ժամանակ ձեր նպատակը ո՞րն էր երբ որ գիշերը ֆուռ էիք դատարկում կամ գնացք մտածում եք ապագայի մասին, ոնց եք պատկերացնում։ Իմ ընտանիքի ապրուստը ապահովել է, ես տենց ով ակնկալիքներ ունի, որ ռոմանտիկ բաներ է հիմա լսելու, կարա դադարեցնի նայելը, որովհետև ես իրականության մասին եմ խոսալու։ Ահա, իրատես մարդ եք։ Հենց ռոմանտիզմի մասին խոսացողներ այնքան շատ կան հիմա։ Ես տանջվեցի կամ ես արեցի, հաջողեցի, այդ հեքիաթներ պատմողները շատ են, հենց որ ես փորձեմ հեքիաթներ չպատմեմ։